Ես ընդունել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 56%։ Ես հանձնել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 25%։ Երկրի տնտեսությունը աճել է միջին 10.5% տարեկան։ Եթե տնտեսական աճը չի արտացոլում աղքատության նվազմանը, ինձ համար դա անհասկանալի տնտեսական աճ է, անիմաստ տնտեսական աճ է։ Սա նշանակում է, որ ինչ որ բարիք է ստեղծվում, բայց այդ բարիքը բաժանվում է շատ փոքր մարդկանց մեջ։ Ուրիշ բացատրություն չկա, կամ նկարած է այդ աճը։ Երկու տարբերակն էլ վատն է։ Հիմա ինձ կարող եք բացատրել, այս վերջի 7 տարում ինչի աղքատությունը մնացել նույն վիճակում, նույն մակարդակի վրա, բայց իշխանության խոսույթը սա տնտեսական հաջողությունների մասին է։ Այդ հաջողությունը ուր է գնում։ Ես ուրիշ թվեր բերեմ։ Իմ 10 տարվա նախագահության ժամանակ կենսաթոշակները աճել են 6 անգամ։ Ստուգեք։ Միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը աճել է 6 անգամ, միջին աշխատավարձը աճել է եւս 6 անգամ։ Բյուջեն աճել է 8 անգամ։ Բյուջեի աճը անմիջապես արտացոլվել է միջին կենսաթոշակի վրա, միջին աշխատավարձի վրա եւ աղքատության նվազման վրա, շեշտակի ավելի քան 2 անգամ։ Հիմա այս հարցը այս իշխանության պետք է տալ, թե չպետք է տալ։